Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում ես Ժիրայր Ոսկանյանն եմ եւ իմ հաջորդ զրուցակիցը Բեյրութի ազգակորաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է։ Ողջույն պարոն Գանտահարյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Գանտահարյան, եւ այսպես Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ Իսրայելի եւ Լիբանանի ներկայացուցիչների հանդիպումը, կողմերը գնահատում են որպես կառուցողական մատնանշում փաստը, որ տասնամյակներ անց սրանք ուղիղ առաջին շփումներն են եւ հույս ունեն որոշակի արդյունքներ գրանցելու, հա։ Նախ կխնդրեմ այս բանակցությունների կամ այսպես ասած նախաբանակցություններին անդրադառնալ եւ որքանով է հավանական, որ Իսրայելը եւ Լիբանանը կկարողանան ի վերջո այսպես ասենք կնճռոտ հարցերը մասնավորապես Հեզբոլլահի վերաբերյալ, իր իսրայելական ներխուժումների վերաբերյալ, դրանք կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Բնականաբար հետո մենք անդրադառնանք արդեն Իրանին, այս հարցերի փոխկապակցվածությանը, մեկը մյուսի վրա ազդեցություններին, բայց այս առաջին, այսպես ասենք, նշանային քայլը, հա, ինչի ցուցիչ կարող է լինել։ Այո, ասեմ, որ կողմերը արդեն իրենց պատրաստականությունը հայտնել էին ուղիղ բանակցությունների, որովհետև մինչ այդ եղել են միջնորդավորված բանակցություններ ծովային սահմանազատման առումով, ուրեմն հրատատարի նախորդ պատերազմի հանգրվաններին հրատատարի առումով եւ երկու կողմերը թեև հայտնել էին ուղիղ բանակցություններով գնալու իրենց պատրաստականության մասին, բայց Իսրայելի կողմից հարձակումները շարունակվում էին, բնականաբար նաեւ Հեզբոլլահի կողմից դիմադրությունը շարունակվում էր։ Գիտեք, այս խնդիրը Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ վարելու ճիշտ է պաշտոնական Բեյրութի դեսագետն է, որոշումն է, բայց նաեւ չունի համալիբանանյան համաձայնություն եւ սա ներքին լարվածություն արգա է նաև այս առումով, հատկապես շիի համայնքը, որը համաձայն չէ ուղիղ բանակցությունների։ Առընթեր նաև կան մտահոգություններ, որովհետև խախտվել է Լիբանանի տարածքային ամբողջականությունը, Իսրայելը շարունակում է իր հարձակումները, հրթիռագործումները եւ այս ուրեմն բանակցությունների նախորդին ուրեմն նախորդեց շատ սաստիկ ռմբակոծումներ, հրթիռագործումներ, հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, կանտումներ, բայց միաժամանակ չմոռանանք, որ այս գործընթացը զուգահեռ է նաև Վաշինգտոն-Թեհրան ուրեմն բանակցությունների անցկացման Իսլամաբադում շուտով նաև երկրորդ փուլը լինելու է եւ առընթեր նաև հայտարարությունները զուգահեռ են եւ Լիբանում եւ Իրանի ուղղությամբ եւ Լիբանյան դրվածքը թե ածանցիալ է ընդհանուր տարածաշրջանային պատերազմի, թե անչափ իրական, որովհետեւ այդ հրատատարի համաձայնությունը կար, բայց փաստորեն Իսրայելը հայտարարեց, որ Լիբանանը չի ներառվել այդ համաձայնության եւ շարունակեց իր հարձակումները։ Առ այս բահը հատկապես հարավային շրջաններում Իսրայելը շարունակե իր հարձակումները, բարձ է, որ որոշ կիլոմետր աշխարհակրությամբ Իսրայելը մտածրել է ձևավորել անվտանգության կոդի, ինչին ցկտում է եւ որի ուղղությամբ արդեն գործողություններ իրականացնում է։ Բայց քիչ առաջ լուրեր սկսան շրջանառվել այն մասին, որ թե իսրայելյան, թե իրանյան աղբյուրներ խոսում են Լիբանանի ուղղությամբ մոդալուտ հրատատարի շուրջ համաձայնության մասին։ Այդ համաձայնությունը, այսինքն ինչ հիմքերի վրա կարող է լինել, հա, այսինքն այդ համաձայնության համար որ ինչը կարող է հիմք հանդիսանալ։ Գիտեք, հրատատարի շուրջ համաձայնությունը մեկ բան, հետո բանակցությունները ընդհանուր խաղաղության համաձայնագրի ընդառաջ այլ ուղղություն, բայց Լիբանանը ուրեմն պայման էր դրել, որ պետք է գրագը դատարի, որպեսզի
հետո գնանցնեն այլ խոսակցությունների, բայց գիտեք Բեյրութը այսօր բավական խաղաթղթեր գործրել է, այսինքն գնում է բանակցությունների առանց հիմնական խաղաթղթերի եւ դարածքն է խախտվել եւ գերիշխանությունն է խախտվել եւ հարցակումները շարունակվում են եւ անվտանգության կոդին իրողաբես փուլ առ փուլ ձևավորվում է չնայած առաջի անգամ լալով Բեյրութ պաշտոնական Բեյրութի եւ Հեզբոլլայի միջև գար հակասություն, որովհետեւ կառավարությունը մի քանի որոշում անցկացրեց նախ արգելեց ուրեմն Հեզբոլլայի ռազմական գործողությունը եւ թելադրեց, որ Հեզբոլլա բացառապես քաղաքական գործունեություն պետք է ունենա հետո նաեւ Բեյրութը աբազինյալ կոդի հրճագելու, այսինքն որտեղ Հեզբոլլայի դարեր չլինեն եւ այդ ջամփով նաեւ Բեյրութ անվտանգ մնա, որովհետեւ այդ սաստիկ հրթիռագործությունների էր ենթարկվել հիմա նաև պատրաստակամություն ուղիղ բանակցելու ինչին համաձայն չէ Հեզբոլլահը, սա լրջակույն ներքին խնդիրներ են, որոնք դեռևս բավական բարդ իրավիճակ կստեղծեն այս անգամներ լիբանանյան առումով։ Ուրեմն բանակցությունները կարծում եմ, որ Բեյրութը պիտի ի վերջո առաջադրի այդ խնդիրները իսրայելյան ուժերի հեռացում լիբանանյան տարածքներից ուրեմն կանխարգելում հետագա պատերազմական գործողությունների հարձակումների նաև երաշխիքներ հրատարտարի բահբանման մոտավորապես միավորված ազգերի գազམ་ագերբության 1701 փանացևն է, որի դիմաց բնականաբար պիտի բանջվեն, որ միջազգային ընտանիքը արդեն բանջում էր զենքի մենաշնորհումը, այսինքն զենքը պիտի լինի միայն Լիբանանի պաշտոնական զինյալ ուժերի մոտ, Հեզբոլլայի զինաթափումն է ենթադրում դիրքերի նահանջում հետ կաշում, որը իդեպ ասեմ, որ անցյալ տարվա հրատատարի համաձայնությունից հետո փուլ առ փուլ սկսել էին իրականացվել դժվարություններով, բարդություններով, բայց ինչ որ ընթացք կար նաև այդ ուղղությամբ, բայց հետո միագոմանի ուրեմն խախտվեց Իսրայելի կողմից եւ հարձակումները շարունակվեցին։ Ուրեմն եթե առաջին համաձայնությունը հրատատարի շուրջ լինի, կարծում եմ հետո կանցնեն փուլ առ փուլ մոտավորապես վերադառնալով նախկին համաձայնությունների, բայց այստեղ բավական բարդ է իրավիճակը, որովհետև Իսրայելը եթե նախապես պահանջում էր, որ Հեզբոլլայի գրաված դիրքերը փոխարինվեն լիբանյան բանակի ստորաբաժանումներով, հիմա ամարտապնակ տարածքի է վերածել, ուրեմն փախստականները, քաղաքականները չեն կարող վերադառնալ, անգամ նաև հայտարարում է, պահանջում է զոների է բաժնում այդ 8 կիլոմետրոնոց անվտանգության կոդին ենթակոդիների է բաժանում, որի հիմնական ուրեմն նպատակը պիտի լինի այդ տարածքը բացառապես իսրայելյան զինյալ ուժերի կողմից վերահսկողություն, այսինքն նաև կանոններ են փոխվել, իրավիճակ է փոխվել եւ բանակցությունները կարող են ընթանալ նաև նոր օրակարգային կետերով։ Շատ լավ, Իսրայել-Լիբանան հնարավոր բանակցությունների շարունակումը, Իրանի շուրջ անորոշությունները։ Իրանի շուրջ անորոշությունները ինչպես կարող են անդրադառնալ Իսրայել-Լիբանան հետագա հարաբերությունների վրա եւ հակառակը Իսրայել-Լիբանան այս հնարավոր բանակցությունները ինչպես կարող են անդրադառնալ Իրանի շուրջ ստեղծված անորոշությունների վրա։ Կարծում եմ առաջին դարբերակը, որ դուք նշեցիք, ավելի իրատեսական է հնչում, որովհետև նաև Հեզբոլլայի վրա հիմնական ազդեցություն ունեցողը Թեհրանն է բնականաբար եւ ուրեմն եթե լրատվությունները փորձենք մակրազդել, կստացվի այն, որ արդեն Վաշինգտոնը սկսել է ջնջել Իսրայելի վրա, որպեսզի դադարեցնի, մեղմացնի առնվազն իր հարձակումները Լիբանանի ուղղությամբ, ինչին ականատես ենք հիմա առավելաբար կենտրոնացել են հարավի վրա, որտեղ ընդառաջ այդ մեծ համաձայնության Իսրայելը ուզում է օր առաջ իրականացնել իր արժեվ դրած խնդիրը, այն է հարավային հատվածում անվտանգության կոդու ձևավորումը։ Գիտեք, նաև Թեհրան-Վաշինգտոն գծի վրա այն բահին, երբ Թրամփը հայտարարեց եւ նաև իրականացրեց Հորմուզի մեծ բաշարումը, ավելի լայն շրջակիցով բաշարումը,
Ինչը նաև ենթադրում էր մոտավորապես Իրանի նավթարդյունաբերության գասեցումը, արտահանման գասեցումը հատկապես դեպի Չինաստան։ Եվ ուրեմն total շրջափակումը հիմա գոմերին ուրեմն գարզում եմ բարձրացում է գնալ համաձայնության, որովհետև այս հիմնական անկույցը շարունակում է գարզում եմ մնալ Հորմուզի ուրեմն չրանցքով արտահայտվող, խորհրդանշվող ամբողջ էներգետիկ համագարքի եւ էներգետիկ դարանցիկ ուղիների այդ համալիր թրվածքի ընդհանուր վերահսկողությունը, բայց ոչ միայն վերահսկողությունը, այլ նաեւ նոր վարչակարգավարման դրության հաստատումով երկրների միջև այդ շահույթների փաշխման ընդհանուր համաձայնությունը։ Սա համաշխարհային տնտեսական աշխարհակարգի հետ կապված խնդիր է, որ պիտի վերասահմանվի, վերափաշխվի եւ այդ առումով նաեւ Իրանի այսօրվա թերի վերաիմաստավորումը կարծում եմ առանցքային նշանակություն ունենա այս առումով, եթե այս բոլորի դիմաց նաև Իրանը կարողանա իրականացնել իր վրա գործադրված առաջնային եւ երկրորդական բոլոր տեսակի պատժամիջոցների վերացումը եւ ընդհանրապես Իրանի ապամեգացումը կամ համաշխարհային տնտեսական շուկայի Իրանի լիարժեք թերագանդարությունը իրականացնելու հնարավորությունների ուրեմն առիթ դրվելը։ Պարոն Կանտարյան, իսկ պատերազմի շարունակման դեպքում, այսինքն սա բերելու է նաև Իսրայել-Լիբանան հնարավոր երկխոսության ձախողմանը։ Կարծում եմ անպայման, այո, որովհետև այդ կնշանակի, որ Լիբանանը թերևս ուրեմն իրանյան նախկին պրոքսիներից ուրեմն թերևս դիմադրող, թերևս դիմացող Հեզբոլլայի միջոցով գետն է եւ այդ գետը պատերազմի վերապրկման դեպքում բնականաբար գաշխատի եւ նաեւ լիբանյան ուղղությամբ ընդառումները, փոխումները կշարունակվեն, բայց այս բահի դրությամբ ուրեմն նախադրյալները ընթացքը միտումը ընդհանուր այլ ուղղությամբ է գնում դեպի դիվանագիտության ճանապարհով անցնող ուրեմն ուղին է, որ ուրեմն երևում է ավելի տեսանելի է, կարծում եմ նաև որ այդ ուղղությամբ որոշակի հանգրվաններ գարարգայանան։ Իսկ պարոն Կանտարյան, դուք կիսում եք թուրքական կողմային դիրքորոշումը, որ Իսրայելին թշնամի է պետք եւ Իրանում հարցերը լուծելուց հետո շատ հավանական է, որ Իսրայելը, այսպես ասենք, իր գոյատևման համար այդ թշնամու կերպարը ստանա Թուրքիայից, Անկարայից, այսպիսի մտավախություններ են հնչում։ Գիտեք, մինչև որոշ ժամանակ անկախ հրեդրոպանական հարթության վրա սպառնալիքներից, շատ բարձր մեղադրանքներից, ձանրակույն մեղադրանքներից իրարանտեպ գետնի վրա չէր երևում շահերի փախման գեդեր։ Սիրիայում դա երևաց, հիմա ուրեմն այդ հայտարարողական դեկլարատիվ հարթությունից կարծեք անցում է նաև դեպի քաղաքական հարթություն, բայց առայս բահը նաև երկու պետությունների միջև շարունակում են գործարկվել պայմանագրերը, համաձայնագիրները, դաշինքները, այսինքն որևէ դաշինք չի չեղարկվել, բայց որ շահերի փախման գեդեր տեսանելի են, ամենացածունը կարծում եմ սիրիական տարածքներում, երբ միջնորդավորված փախում եղավ ըստ էության Իսրայելի եւ Թուրքիայի միջև, երբ որ Իսրայելի հովանավորությունը վայելող դրուզները փախվեցին նաեւ Դամասկոսի ուրեմն այսօրվա գործող իշխանությունների կողմից հովանավորված զինյալ խմբերի, որոնք իրենց հերթին նաեւ հովանավորվում էին Անկարայի կողմից, այսինքն այդ միջնորդավորված փախումները, որ սիրիական տարածքներում երկու երկրներն էլ այսօր ունեն անվտանգության կոդիներ ներխուժման տեսքով ըստ էության, ուրեմն այդ փախման գեդերը երևացին։ Հիմա նաև որովհետև Թուրքիայի շահերից փոխում է գուցե թույլ
Իրան արտաքին քաղաքականության մեջ կամ տարածաշրջանի մեջ, որբեսի նաև այդ վակյումը Թուրքիան աշխատում է լրացնել որոշակի առումով, բայց ներքին առումով կարծում եմ Անկարայի շահերից չէր բխում ներ-իրանյան քաոսացումը, որովհետև դա առաջին հերթին ոտքի կգանքնեցներ քրդական կորձոնը, ինչը համար առաջին սպառնալիքն է Թուրքիային։ Ուրեմն այստեղ նաև ոչ միայն հայեցակարգային առումով դարբեր շահեր են Անկարայի եւ Թել Ավիվի միջև, այլ նաև ուղղակի ռազմաքաղաքական առումով։ Բայց դեկլարատիվ առումով ռետորապանության սաստկացումը էսկալացիան անպայման չի ընդհանրում կետնի վրա ռազմական առումով փախումնային իրավիճակների ստեղծման նախաշեմ։ Եվ պարոն Գանդահարյան, օրերս մեկնարկելու է Անտալիայի դիվանագիտական ֆորումը եւ 2022 թվականից մինչ այս պահը Հայաստանը առաջին անգամ այս տարվա ֆորումին, Թուրքիայի դիվանագիտական ֆորումին ամենաբարձր մակարդակով ներկայություն չի ունենալու ոչ վարչապետ, ոչ արտգործնախարար, ոչ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հայկական կողմի պատվիրակ Ռուբեն Ռուբինյան եւ այլն։ Ըստ ձեզ ինչով է սա պայմանավորված։ Գիտեք, դեռևս Վաշինգտոն Երևանը կարծում եմ Վաշինգտոնից չի հայտարարել իր պատվիրակության ցեվաչափը կամ մագարտակը աստիճանը, ուրեմն փոխ արտգործնախարարի անունը ինչքան հայտնի է, նաև թուրքական կողմի վաշինգտոն գայքեչից է հրապարակվել, բայց Կարծում եմ նաև պայմանավորված է այն համաձայնությունները, որոնք ուրեմն Անկարա-Երևան երկխոսությունների կամ բանակցությունների իբրև արդյունք գային եւ դիվանագիտական անցանց կամ երրորդ երկրների քաղաքացիների համար անցագետերը բացելու կամ անի պատմական գամուրջի վերականգնողական աշխատանքներին ցերնակներու այսինքն ինչ պայմանավորված է թերևս չի իրականացվել եւ կարծում եմ սա կապված է Անկարան դա շատ բարձ է դարձնում որ ամեն ինչ փոխկապակցված է Երևան-Բաքու բանակցությունների արդյունավորման կամ առաջադրված խաղաղության համաձայնագրի կնքման հետ ինչը կարծում եմ հագասում է այս բոլոր երկխոսության սկիզբը հայտարարված այն բանացևին, որ բանակցությունները ընթանալու են առանց նախապայմանի։ Ըստ էության նախապայման է առաջի հերթին, որ Բաքուն եւ Երևանը ղեկավարեն իրենց հարաբերությունները, որից հետո կողմերը կանցնեն կորզնական քայլերի։ Այս բոլոր հանգամանքները գուցե պետք է նկատի ունենալ Եթե Երևանը այդ մագարտակով մասնակցի եւ այստեղ հագասությունը ակներև է, որովհետեւ ըստ լրատվություններին Ադրբեջանը նախագահի մագարտակով է մասնակցել։ Շնորհակալ եմ, պարոն Գանդահարյան։ Ես նույնպես։ Զրուցակիցս Բեյրութի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։